Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ նկատել եք, թե ինչու է մարդը հաճախ անում այն, ինչը գիտի, որ սխալ է, ինչու է բարկանում, երբ գիտի բարկությունը վնասում է, ինչու է կրկնում նույն մեղքը և արդեն 100 անգամ զղջացել է, ինչու է խոստանում, սա վերջին անգամն է, բայց նորից վերադառնում է նույն կետին։ Խնդիրը գիտելիքի պակասը չէ, մենք շատ բան գիտենք, խնդիրը սրտի մեջ է և հենց այդ ցավոտ իրականության մասին է խոսում Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլխի 1-11 համարներում։ Այս հատվածում նա բացատրում է, թե ինչու միայն կանոնները չեն կարող փոխել մարդուն, ինչու միայն պետքեները բավարար չեն, և ինչու մարդուն անհրաժեշտ է ոչ միայն նոր օրենք, այլ նոր կյանք։ Թե չգիտեք, եղբայրներ, օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։ Ամուսնացած կինն օրենքով կապված է իր ամուսնուն նրա կենդանության ժամանակ, իսկ եթե ամուսինը մեռնի, արձակված է ամուսնական կապից, ապա ուրեմն, քանի դեռ ամուսինը ողջ է, շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու կին դառնա, իսկ եթե ամուսինը մեռնի, ազատ է ամուսնական կապից, և եթե ուրիշ տղամարդու կին դառնա, շնացող չի համարվի։ Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրներ, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինեք Աստծու համար, քանի որ մինչ մեղանչական բնության համաձայն էիք ապրում, Մեղսիալի կրքերը, որ օրենքից էին, զորանում էին մեր անդամների մեջ, մեզ պտղաբեր դարձնելու մահվան համար, բայց հիմա ազատված ենք օրենքից, որովհետև մեռանք այն բանի հանդեպ, որին գերի էինք, որպեսզի ծառայենք հոգու նորոգության և ոչ թե գրի հնությամբ։ Արդ, ինչ ասենք, օրենքը մեղք է, քավ լիցի, բայց մեղքը չի ճանաչվի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունը չի ճանաչի, եթե օրենքը չասեր մի ցանկացիր։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, Պողոս առաքյալը սկսում է մի օրինակով։ Նա ասում է, որ օրենքը մարդու վրա իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ նա կենդանի է։ Այնուհետև բերում է ամուսնության օրինակը։ Եթե ամուսինը մահանում է, կինը ազատվում է այդ կապից։ Իրականում ինչ է ուզում ասել Պողոս առաքյալը։ Նա խոսում է ոչ թե ամուսնության մասին, այլ մեր հոգևոր վիճակի։ Պողոսն ասում է, Քրիստոսի միջոցով դուք մահացաք հին վիճակի համար, այլևս նախկին կապանքի տակ չեք։ Շատ քրիստոնյաներ հավատում են Քրիստոսին, բայց շարունակում են ապրել այնպես, կարծես դեռ հին կյանքի ստրուկներն են։ Նրանք արժանացել են ներողության, բայց շարունակում են ապրել մեղադրանքի տակ։ Ազատվել են, բայց իրենց պահում են որպես գերիներ։ Սուրբ Հովնան Ոսկեբերանն ասում է, Պողոսը ցույց է տալիս, որ հավատացյալը պարզապես բարեփոխված մարդ չէ, այլ նոր հարաբերության մեջ մտած մարդ։ Այսինքն, քրիստոնեությունը կանոնների հավաքածու չէ, այն կենդանի միություն է Քրիստոսի հետ։ Պողոս առաքյալն ասում է, դուք Քրիստոսին պատկանեցիք, որպեսզի պտուղ բերեք Աստծուն։ Ուշադրություն դարձրեք, Աստված մեզ փրկում է ոչ միայն դժոխքից ազատելու համար, այլ նաև պտղաբեր կյանք տալու համար։ Այսօր շատ մարդիկ իրենց կյանքն անցկացնում են պարզապես գոյատևելով, արթնանում են, աշխատում են, հոգնում են, քնում են և հաջորդ օրը նույնը կրկնում։ Բայց Աստված մեզ ստեղծել է նպատակով, պտուղ տալու համար, ազդեցություն թողնելու համար, օրհնություն դառնալու համար։ Ամեն երեկո քեզ հարցրու, այսօր ինչ պտուղ բերեցի Աստծու համար։ Մեղքի կրքերը գործում են մեր անդամների մեջ։ Պողոսը հիշեցնում է նախկին կյանքը։ Այն ժամանակ մեղքը ներսից կառավարում էր մարդուն։ Սա շատ արդիական է այսօր։ Մարդիկ խոսում են ազատության մասին, բայց իրականում միլիոնավոր մարդիկ կախվածությունների գերիներ են։ Ալկոհոլ,
մոլախաղ, բոռնկություն, սոցիալական ցանցեր, նախանձ, հպարտություն։ Մարդը կարծում է, թե ինքն է վերահսկում իրավիճակը, բայց հետո հասկանում է, որ իրավիճակն է իրեն վերահսկում։ Եփրեմ ասորին ասում է. մեղքը նախ թակում է դուռը որպես հյուր, հետո բնակվում որպես տեր։ Պողոս առաքյալն ասում է. մենք ծառայում ենք ոչ թե գրի հնությամբ, այլ հոգու նորոգությամբ։ Ինչ է սա նշանակում։ Աստված չի ուզում միայն արտաքին հնազանդություն, նա ուզում է փոխված սիրտ։ Օրինակ, կարելի է չգողանալ միայն այն պատճառով, որ վախենում ես պատժից, բայց կարելի է նաև չգողանալ, որովհետև սիրում ես Աստծուն։ Արտաքուստ նույն արարքն է, ներսում լրիվ այլ շարժառիթ։ Շատ մարդիկ փորձում են փոխվել միայն կամքի ուժով, մի քանի օր հաջողվում է, հետո նորից ընկնում են, քանի որ իրական փոփոխությունը սկսվում է ոչ թե վարքից, այլ սրտից։ Մի կենտրոնացիր միայն վատ սովորությունները կոտրելու վրա, կենտրոնացիր Քրիստոսի հետ հարաբերությունը խորացնելու վրա։ Միթե օրենքը մեղք է, ասում է Պողոս առաքյալը։ Հիմա Պողոս առաքյալը տալիս է կարևոր հարց. եթե օրենքը չի փրկում, ապա գուցե օրենքը վատ բան է, եւ անմիջապես պատասխանում է. քավլիցի։ Օրենքի իրական դերը օրենքը չի ստեղծում մեղքը, օրենքը բացահայտում է մեղքը։ Պատկերացնենք, եթե հայլի նայենք եւ տեսնենք, որ դեմքը կեղտոտ է, հայլին չի ստեղծել կեղտը, պարզապես ցույց է տալիս այն։ Նույն կերպ Աստծո օրենքը ցույց է տալիս մեր իրական վիճակը։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. օրենքը ցույց է տալիս վերքը, իսկ Քրիստոսը տալիս է բժշկությունը։ Պողոս հիշեցնում է պատվիրաներից մեկը. մի ցանկացիր։ Ինչու հենց այս պատվիրանը, որովհետև այն վերաբերում է ոչ թե արտաքին արարքին, այլ սրտին։ Հիսուսն էլ էր սովորեցնում, որ մեղքը սկսվում է ներսում։ Նախանձը, ագահությունը, հպարտությունը, ատելությունը նախ ծնվում են սրտում, հետո դառնում են արարք։ Սոցիալական ցանցերում մարդիկ անընդհատ համեմատում են իրենց կյանքը ուրիշների հետ ու սկսում են ցանկանալ։ Ուրիշի հաջողությունը, ուրիշի տունը, ուրիշի կյանքը։ Այսպիսով սիրտը դառնում է անհանգիստ։ Ամեն օր շնորհակալություն հայտնիր Աստծուն այն ամենի համար, ինչ արդեն ունես։ Շնորհակալ սիրտը լավագույն դեղամիջոցն է նախանձի դեմ։ Այս հատվածի ամենաուժեղ արտահայտություններից մեկը սա է. մեղքը խաբեց ինձ։ Մեղքի ռազմավարությունը որն է։ Մեղքը միշտ ասում է. սա քեզ երջանիկ կդարձնի։ Ոչ ոք չի իմանա։ Միայն այս անգամ վտանգ չկա, բայց վերջում միշտ թողնում է դատարկություն։ Սուրբ Աթանասն ասում է. սատանայի ամենահին զենքը սուտ խոստումն է։ Դա սկսեց դրախտում եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր։ Հիշիր, որ Քրիստոսի մեջ դու նոր կյանք ունես։ Մի ապրիր որպես հին մարդու գերի։ Ամեն օր պտուղ բերելու նպատակ դիր։ Թույլ տուր, որ Աստծո խոսքը բացահայտի քո սրտի իրական վիճակը։ Մի վստահիր մեղքի խոստումներին, շնորհակալ սիրտը զարգացրու։ Կենտրոնացիր ոչ թե միայն կանոնների, այլ Քրիստոսի հետ հարաբերության վրա։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հռոմեացիներին ուղղված նամակի 7-րդ գլուխը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Խնդիրը միայն այն չէ, որ մարդը սխալ բաներ է անում, խնդիրն այն է, որ առանց Քրիստոսի սիրտը չի կարող ամբողջությամբ փոխվել։ Օրենքը կարող է ցույց տալ ճանապարհը, բայց միայն Քրիստոսը կարող է ուժ տալ այդ ճանապարհով քայլելու համար։ Օրենքը կարող է բացահայտել մեղքը, բայց միայն Քրիստոսը կարող է ազատել մեղքից։ Այսօր գուցե պայքարում ես մի մեղքի, մի թուլության կամ մի հին սովորության դեմ։ Մի հուսահատվիր։ Քո հույսը քո
կամքի ուժը չէ, քո հույսը Քրիստոսի շնորհն է։ Եվ եթե դու նրա հետ ես, ապա քո անցյալը չի որոշում քո ապագան, որովհետև Քրիստոսը եկավ ոչ միայն մեղքը ցույց տալու, այլև մարդուն նոր կյանք պարգևելու համար։ Ապրիր այդ նոր կյանքով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուբգային հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա քույրերին, եղբայրներին, ընկերներին, նրանց եւս օրվա սուբգային հատվածը եւ նրա բացատրությունը հասցնելու համար։